Ինչ պետք է անեն կենդանակերպի նշանները մինչև 2026 թվականի մայիսի 16-ը։ Կարևոր հանգրվան։ Ժամանակը սահում է մեր մատների միջով, և միայն նրանք, ովքեր կկարողանան իրենց գործերը կարգի բերել մինչև 2026 թվականի մայիսի 16-ը, կկարողանան հեշտությամբ բռնել բախտի և ֆինանսական առատության թռչունին պոչից։ Ինչպես կարելի է դա անել և ինչին պետք է ուշադրություն դարձնենք։ Նորալուսին ցուլում, ֆինանսական մեկնարկային կետ։ Աստղագիտական համայնքում 2026 թվականի մայիսի 16-ին ցուլում նորալուսինը իրավամբ համարվում է տարվա ամենաֆինանսական և ռեսուրսներով հարուստ ժամանակահատվածը։ Սա այն պահն է, երբ նյութական բարեկեցության հետ կապված մտադրությունները ձեռք են բերում հատուկ ուժ, քանի որ ցուլի երկրային տարը պատասխանատու է մեր ունեցվածքի, փողի և զգայական հաճույքների համար։ Այս օրը արևը և լուսինը կմիանան ցուլի 26 աստիճանում, ստեղծելով հզոր, կենտրոնացված, կայուն էներգիա։ Սա վերացական երազանքների ժամանակ չէ, սա կոնկրետ, շոշափելի նպատակների ժամանակ է, որոնց կարող եք դիպչել։ Այս նորալուսնի յուրահատկությունն ուժեղանում է Ուրանի մոտիկությամբ, որը կլինի երկվորյակների ընդամենը 1 աստիճանում։ Չնայած Ուրանն արդեն կկենտրոնանա նորարարության և հաղորդակցության վրա, նրա ազդեցությունը նորալուսնի վրա կավելացնի անսպասելիի տառ։ Հնարավորությունները կարող են գալ ոչ ավանդական ձևերով։ Ավելին, արևը և լուսինը կլինեն Մերկուրիի հետ միացության մեջ։ Արեգակի սրտում գտնվող այս մոլորակային դիրքը շնորհում է մտքի պարզություն և խորափափանցություն։ Այս միացության շնորհիվ այժմ կազմված ցանկացած ֆինանսական ծրագիր կլինի լավ մտածված, տրամաբանական և ռազմավարական առումով հիմնավորված։ Աստղաբանական կանխատեսումը նշում է. ապագայում առատ բերք հավաքելու համար սերմերը պետք է ցանվեն մաքուր հողում։ Մոլորակները 2026 թվականի մայիսին։ Մայիսի կեսերը չեն սահմանափակվի միայն նորալուսնով։ Տիեզերքը պատրաստում է ուժի իրական տեղաշարժ, որը կփոխի մեր շուրջը մթնոլորտը։ Լուսնային ցիկլի գագաթնակետից անմիջապես հետո, մայիսի 17-ին, Մերկուրին, լքելով հանգիստ ցուլը, կշտապի դեպի արագ թռչող երկվորյակներ։ Սա ազդարարում է, որ հանգիստ պլանավորման ժամանակահատվածից հետո կսկսվի ակտիվ բանակցությունների, ճանապարհորդությունների և տեղեկատվության փոխանակման ժամանակաշրջան։ Տեղեկատվության հոսքը կլինի արագ և կարևոր է չկորչել դրա մեջ, այլ օգտագործել դրա արագությունը։ Այնուամենայնիվ, մայիսի 19-ը կլինի ամենաէմոցիոնալ լիցքավորված օրը։ Այս օրը 2026 թվականի մայիսի մոլորակները կկատարեն համաժամանակայապար։ Վեներան և Մարսը միաժամանակ կփոխեն կենդանակերպի նշանները։ Վեներան, սիրո աստվածուհին, կմտնի զգայուն խեցգետնի մեջ, իսկ Մարսը, էներգիայի զինվորը, կտեղափոխվի երկրային ցուլի մեջ։ Նրանք կկազմեն գեղեցիկ սեքստիլ, ներդաշնակության և արդյունավետ համագործակցության ասպեկտ։ Սա նշանակում է, որ գործողության էներգիան, Մարս, նրբորեն կաջակցվի զգացմունքներով, Վեներա։ Բայց որպեսզի այս ներդաշնակությունը մտնի ձեր կյանք, դուք պետք է տեղ ազատեք դրա համար, ավարտելով հին պատմությունները, նախքան մոլորակները սկսեն արձագանքել նոր երանգներով։ Ինչ պետք է անեք մինչև մայիսի 16-ը։ Աստղագուշակություն 2026 թվականի մայիսի համար։ Այս ժամանակահատվածը վերջին հրումն է, նախքան հնարավորությունների դարպասները կփակվեն և նորերը կբացվեն։ Կարևոր է փակել գեշտալտները, որպեսզի նորալուսինը կարգուկանոն և առատություն բերի, այլ ոչ թե քաոս։ Խոյ։ Խոյերը պետք է քննադատաբար գնահատեն իրենց ֆինանսական վիճակը, նախքան Մերկուրին լքի ձեր եկամտի ոլորտը։ Կարևոր է ավարտել ցանկացած դրամական հարց, վճարել հաշիվները և փակել ձեր մտքում ծանրաբեռնված ցանկացած վարկ կամ պարտք։ Սա ժամանակն է վերանայելու ձեր անձնական բյուջեն։ Այժմ դուք կկարողանաք նույնականացնել այն անցքերը, որոնց միջով ռեսուրսները արտահոսում են, և դրանք վերանորոգել, նախքան նորալուսինը գումար կբերի։ Մի հետաձգեք ոչինչ, քանի որ առաջիկա մոլորակային տեղաշարժը կարող է բարդացնել ֆինանսական հարցերը։ Ցուլ։ Ցուլի համար սա խորը ինքնաճանաչման և անձնական ցիկլի ավարտի ժամանակ է։
Մինչև մայիսի 16-ը դուք պետք է վերլուծեք ձեր անցյալ տարվա նվաճումները եւ որոշեք, թե ինչն է իրականում ներկայացնում ձեր էությունը եւ ինչն է պարզապես պատրանք։ Դուք պետք է ազատվեք բնավորության այն գծերից, որոնք ձեզ դուր չեն գալիս, եւ թողնեք ձեր նկատմամբ հին դժգոհությունները։ Սա ժամանակն է վերջնական շտրիխներ դնելու ձեր կերպարի եւ արտաքին տեսքի հետ կապված հարցերում, որպեսզի կարողանաք աշխարհին ներկայանալ թարմացված։ Երկվորյակներ։ Երկվորյակները շտապ պետք է կարգուկանոն հաստատեն իրենց ենթագիտակցության մեջ։ Նորալուսնից առաջ կարևոր է ավարտել հոգեթերապիայի ցիկլերը, ներել հին թշնամիներին եւ ամենակարևորը՝ դադարեցնել ինքնաոչնչացումը։ Բոլոր գաղտնի վախերն ու կասկածները խեցգետին։ Խեցգետինները պետք է ավարտեն բոլոր սոցիալական նախագծերը եւ ընկերների հետ կնքված համաձայնագրերը։ Եթե դուք խոստացել եք օգնել ինչ-որ մեկին կամ մասնակցել եք խմբային նախաձեռնությունների, ժամանակն է հանձնել ձեր հաշվետվությունները։ Մինչև մայիսի 16-ը կարևոր է պարզաբանել ձեր հարաբերությունները ձեր թիմի հետ, ով է իսկական ընկերը եւ ով է պարզապես բալաստ։ Թողեք պատրանքները այն մարդկանց մասին, ովքեր չեն արդարացրել ձեր սպասելիքները, եւ ազատեք ձեր էներգիան նրանց համար, ովքեր իսկապես գնահատում են ձեզ։ Առյուծ։ Առյուծները բախվում են իրենց կարիերայի կարևորագույն պահի։ Նորալուսնից առաջ կարևոր է կատարել բոլոր մասնագիտական պարտավորությունները, ղեկավարների նկատմամբ չվճարված պարտքերը եւ ընթացիկ նախագծերը։ Սա աշխատանքի նոր սկիզբների ժամանակը չէ, սա վերջնագիծն է։ Վերաբերվեք ձեր հեղինակությանը առավելագույն լրջությամբ։ Ավարտեք ձեր աշխատանքը այնպես, որ իրավական կամ բարոյական խճճվածքներ չմնան։ Ձեր սոցիալական կարգավիճակը պետք է փայլեցվի փոփոխությունների առջև։ Կույս։ Կույսերը պետք է ավարտին հասցնեն իրենց կրթությանը, իրավական հարցերին եւ միջազգային կապերին վերաբերող ամեն ինչ։ Եթե դուք անցել եք դասընթացներ կամ սովորել եք, հանձնեք ձեր ավարտական քննությունները եւ պաշտպանեք ձեր նախագծերը։ Եթե եղել են դատական գործեր կամ բյուրոկրատական ձախողումներ, ձգտեք դրանք դադարեցնել։ Սա ժամանակն է համակարգել ձեր աշխարհայացքը։ Հրաժարվեք հնացած դոգմաներից, որոնք խանգարում են ձեզ առաջ շարժվելուն եւ ձեր հորիզոնները ընդլայնելուն։ Կշերք։ Կշերքները պետք է ավարտին հասցնեն վարկերի եւ գործընկերությունների հետ կապված բոլոր ֆինանսական գործարքները։ Նորալուսնից առաջ կարևոր է կարգավորել հին պարտքերը, թե ֆինանսական, թե հուզական, սիրելիների հետ։ Եթե ունեք չվճարված հաշիվներ կամ ալիմենտ, կարգի բերեք դրանք։ Սա ժամանակն է ավարտելու ձեր կյանքի անցյալ շրջանների վճարումները, որպիսի ապագայում ոչինչ չկապվի ձեր ձեռքերի հետ։ Կարիճ։ Կարիճները պետք է շտապ ավարտեն բանակցություններն ու համաձայնագրերը գործընկերների հետ։ Բոլոր սպասվող պայմանագրերը պետք է կամ ստորագրվեն, կամ դադարեցվեն մինչև մայիսի 16-ը։ Մի թողեք հարաբերությունները կախված։ Եթե գործընկերությունն իր ընթացքն անցել է, կարևոր է այն ավարտել ազնիվ եւ խաղաղ։ Սա ժամանակն է ավարտելու ամուսնության կամ բիզնեսի հետ կապված իրավական հարցերը, ազատելով ձեզ նոր դաշինքների համար։ Աղեղնավոր։ Սկսեք աշխատել բոլոր այն առօրյա գործերի վրա, որոնք որոշ ժամանակ հետաձգել եք։ Հաշվետվությունների ներկայացում, բժշկական զննումների անցում, մանր վերանորոգումների ավարտ կամ աշխատանքային տարածքի կազմակերպում, սրանք ձեր առաջնահերթություններն են։ Նորալուսնից առաջ կարևոր է կարգի բերել ձեր առողջությունը։ Թողեք վատ սովորությունները կամ անցնեք բուժման կուրս, որը հետաձգել եք։ Ձեր մարմինը ուշադրության կարիք ունի, գործունեության նոր փուլ անցնելուց առաջ։ Այծեղջյուր։ Այծեղջյուրները պետք է ավարտեն ստեղծագործական նախագծերը եւ սրտի գործերը։ Եթե զբաղվել եք հոբիով, որը ձեզ ուրախություն չի բերել, կամ մնացել եք ապագա չունեցող հարաբերությունների մեջ, ժամանակն է դադարեցնել այն։ Մինչև մայիսի 16-ը կարևոր է պարզել, թե ինչն է ձեզ իսկապես ուրախություն պատճառում եւ ինչից պետք է հրաժարվեք հոգեկան հանգստության համար։ Սա ժամանակն է ավարտելու ձեր երեխաների հետ կապված հարցերը, օգնել նրանց ավարտել ուսումնական տարին կամ լուծել նրանց հրատապ խնդիրները։ Ջրհոս։ Ջրհոսները պետք է ավարտին հասցնեն տնային եւ ընտանեկան բոլոր հարցերը։ Վերանորոգումներ, տեղափոխություն, հողային վեճերի լուծում, ամեն ինչ պետք է վերջնականապես ավարտվի։ Նորալուսնից առաջ կարևոր է ընտանիքում խաղաղություն հաստատել։
ավարտել երկարատև բանակցություններ հարազատների հետ եւ բաշխել տնային պարտականությունները։ Սա ժամանակն է ստեղծելու ամուր հիմք, որի վրա կկառուցվի ձեր ապագա հաջողությունը եւ ներքին խաղաղությունը։ Ձկներ։ Ձկները պետք է ավարտին հասցնեն կուտակված բոլոր հաղորդակցությունները։ Պատասխանեք էլեկտրոնային նամակներին, զանգահարեք այն մարդկանց, որոնց հետ որոշ ժամանակ չեք խոսել, ավարտեք վարորդական դասընթացները կամ օտար լեզուների դասընթացները։ Մինչև մայիսի 16-ը կարևոր է կառուցել ձեր քաոսային մտքերը։ Ամեն ինչ գրեք թղթի վրա, լրացրեք օրագրի գրառումները եւ վերլուծեք ձեր պատկերացումները։ Սա պարզության ժամանակ է, նախքան հուզական խորության շրջանը կսկսվի։